Ես ընտրությունների մասին մի կարևոր բան կասեմ, որը որ կարծում եմ ամենակարևորն է արձանագրելու տեսանկյունից։ Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն քվեարկության նկատմամբ, նրանց շահագրգռելով, վախեցնելով եւ նմանատիպ բաներով, ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը որ հատվեց ընդդիմության կողմից եւ շատ ուզում եմ հստակ նաեւ արձանագրել, որ սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ բոլորի համար եւ ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու այս երկրից եւ իրենք դեռևս չեն պատկերացնում ինչա իրանց սպասվում։ Սա մեկ, կներեք, օրենքի ուժով ամենակներեք ես կավարտեմ հեսա։ Օրենքի ուժով ամենախիստ եւ ամենահնարավոր ամենախիստ պատիժն է իրանց սպասվում։ Ես հստակ ասում եմ, այն ինչ որ լինելու է իրանց հետ, թող լավ պատրաստվեն դրան։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին եւ ասում եմ, սա շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ վերջին 8 տարիների ընթացքում մենք այնուամենայնիվ ունեցել ենք ընտրություններ հարաբերականորեն ազատ, անկախ եւ ժողովրդավարական։ Վերջի ընտրությունները ու հələ մի հատ էլ որ ընդդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ նմանատիպ բաներից բողոքում է, իրոք տենց մարդկանց դեմքներին ժպիտ առաջացնում, գյուղերով ընտրակաշառք են բաժանել ու միակ բանը որ կարող են իրենք բողոքել, միակ բանից որ իրենք կարող են բողոքել, այդ այնա որ իրենք փողը տվել են ու իրանց չեն ընտրել մարդիկ։ Կներեք ավարտում եմ։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին, ես միակ բանը որ գիտեմ, դա այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր ասած որոշման հետևանքով 1200-ից ավել ձայն է կորցնում, բայց անկեղծ եմ ասում, նույնիսկ այդ դետալները ինձ հետաքրքիր չեն, որովհետև մի կարմիր գիծը հատվե, մի ռուբիկոնը հատվե ընդդիմության կողմից, որը որ այլ մոտեցման է բերելու իշխող, կառավարող ուժի կողմից քաղաքական այլ մոտեցման է բերելու եւ մենք այլ որակի նոր մոդելի պետություն ենք դառնալու դրա հետևանքով։ Պարոն Ավինյան, կտեսնեք շուտ։ Իսկ որ այդ վերահաշվը կամ այդ չեղարկման արդյունքում, որը ըստ էության կարող է վճռորոշ լինել Բարգավաճ Հայաստանի համար։ Անկեղծ եմ ասում, ինձ նենց մեկ է։ Բարգավաճ Հայաստանը անցնի, չի անցնի, ընտրակաշառք բաժանող Բարգավաճ Հայաստանները, ուժեղ Հայաստանները, չգիտեմ, Հայաստան դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպետք է ունենան, այդ տեսակ ուժերը առհասարակ չպետք է լինեն մեր քաղաքական դաշտում, ընտրակաշառք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի։